շնորհակալություն, որ գտել եք ժամանակ, ունեցել եք լավ տրամադրություն, որտեղ լավ տրամադրությամբ է կարելի եփել, թափել, յուրաքանչյուր գործ անել, ներդնել սեր, ջերմություն այդ ամեն ինչի մեջ։ Ես տեսա այս ձեր պատրաստվածը եւ տեսա, որ լիքը մեջը ջերմություն կար, սեր կար, այսպես ասած։ Ու ամենահետաքրքիրը պարոն որ ասեց, ես որպես կին, այսօրվա մասնակցելուց հետո մի երկու հետաքրքիր, այսպես ասած, պատրաստված ճաշատեսակ տեսա, որը ես անպայման տանը կպատրաստեմ այդ եղանակ։ Նոյեմբերի 26-ին Նինոցմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ հայ-վրացական ազգային խոհանոցի փառատոն։ Փառատոնը կազմակերպվել էր Նինոցմինդայի քաղաքապետարանի գենդերային հավասարության և տուրիզմի բաժնի կողմից, որտեղ մասնակցում էին Նինոցմինդայի տարբեր դպրոցներ, ինչպես նաև Նինոցմինդայի միավորված մանկապարտեզը։ Ողջունեմ բոլորին այստեղ ներկա գտնվողներին, շատ ողջունելու միջոցառում է, որտեղ ներկայացվում է հայ-վրացական ճաշատեսակները։ Մենք ներկայացնում ենք Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը։ Ճաշատեսակները մեր բազմազան են, ունենք եւ հայկական ճաշատեսակներ եւ վրացական ճաշատեսակներ։ Եթե հնարավոր է, կարելի է թվարկեմ։ Ուրեմն ունենք վրացական ճաշատեսակներից խինկալի, խոզի խորոված, ունենք հայկական ճաշատեսակներից ցուգ ունենք սարքած շատ եւ խաշած եւ տապակած շատ սիրուն ձևով զարդարված, աղցանների տեսակներ, թփով տոլմա, խաղողի թփով եւ կաղամբի թփով երկուսն էլ ունենք շատ տնական սարքած էլի հյութեր, մեր սեղանին չկա ոչ մի արհեստական բան, լրիվ հայ կնոջ ձեռքով պատրաստված ճաշատեսակներ են եւ շատ համեղ, խնդրեմ համեցեք համտեսեք։ Փառատոնին ազգային ուտեստներով ներկայացան Նինոցմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար, Մեծ Կոնդուրա, Մեծ Արաքյալ, Հեշտիայի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցներ, Նինոցմինդայի թիվ 1 դպրոցը։ Այսօր Նինոցմինդայի քաղաքապետարանի կողմից անցկացվում է հայ-վրացական խոհանոցի փառատոն, մասնակցում են տարբեր դպրոցներ, մենք ներկայացնում ենք Օրոջալարի հանրային դպրոցը, պատրաստել ենք ինչպես հայկական, այնպես էլ վրացական խոհանոցի մարգարիտները, ունենք հարիսա, ղափամա, արջմա, ճադի, վրացական պանրի տեսականի և խմիչքներ վրացական ու հայկական։ Փառատոնն անցավ ջերմ եւ հյուրասիրությամբ լի մթնոլորտում։ Մասնակիցները ոչ միայն ներկայացրին ազգային խոհանոցի բազմազան ուտելիքները, այլև հնարավորություն ունեցան ավելի լավ ճանաչելու իրար մշակույթները, ավանդույթներն ու կերակրային սովորությունները։ Միջոցառումը դարձավ վրացական եւ հայկական համայնքի համագործակցության, փոխադարձ հարգանքի ու բարեկամության եւս մեկ վառ օրինակ։ Նման նախաձեռնությունները նպաստում են ոչ միայն մշակութային ծառայության պահպանմանը, այլև համայնքային կապերի ամրապնդմանը, ինչի համար փառատոնի կազմակերպիչները ստացան շնորհակալություն ինչպես ուսուցիչներից, այնպես էլ մասնակիցներից։ Մենք ունենք ուժեր, կանայք, ում ձեռքի համնոտ այսօր մենք զգացինք։ Մենք երբեք չենք հասկացում, որ մենք արարից ստեղծագործող ժողովուրդ ենք եւ մեր հայերս, եւ վրացիները ում ազգային խոհանոց այսօր ներկայացրեցին, եւ ում ոչ նյութական մշակութային ժառանգությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հենց կերակրի տեսակներով գրանցված է եւ որպես քին ժողովուրդներ երկուսն են եւ հայերը եւ վրացիները ունեն կերակրատեսակներ, որ հատուկ է հենց իրենց եւ այն ամբողջ աշխարհում ասում է դա հայկական կերակուրը, վրացական կերակուրը եւ երբեք չես խառնի ուրիշ ազգությունների հետ եւ այն որ այսօր դու ձեր ձեռքով պատրաստված կերակրով ապացուցեցիք որ մեր այս համախառնությունը երկու ժողովրդների համախառնությունը ունի ավելի
բնորոշ համ եւ ոտ դա արդեն ձեր ձերքի աշխատանքն է։ Նորից եւ նորից շնորհակալություն ձեզ։